Հիսուս Քրիստոսի բայձարագերբությունը, նոր ելքը և մեր օրերու մագերեսայնությունը խայդարագությունը։ Սիրեյներ, այսօր կդոնախմբենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բայձարագերբության դոնը, զոր ավետարանի խորքի մեջ կրնանք կոչել նաև նոր ելքը, դեպի փրկություն։ Ցավով պետք է արձանագրենք, որ այսօր մեր եկեղեցիներեն ներս հսկայական խայդարագություն մը գդիրե։ Հոգևորականներ առանց ժողովրդին դեղեկացնելու և բացատրելու այս տունի բուն աստվածաբանական խորհուրդը կքաջալերեն ճագերտյալ վարդավարի հետանոսական մնացուկները իրար վրա ջուր սրսկելով։ Փոխանակ դապորի անջարելի լույսը քարոզելու այսօրվան եկեղեցականները արհեստական պատճառաբանություններ և հիմքեր կփնտրեն Տեր Հիսուսի աստվածությունը գաբելու հետանոսական չրախաղերուն հետ։ Վերջ պետք է տալ այս մագերեսայնության։ Եկեղեցին թատրոն կամ ազգագրական թանգարան չէ, այլ փրկության դաբան։ Եկեք դառնանք ավետարանի ճշմարիտ պատգամին և տեսնենք, թե ինչ է բայձարագերբությունը և որքան հեռու է անիկա այսօրվա փողոցային ժամանցներեն։ Մարգոսի ավետարանիչը պատահականորեն չէ, որ կճշտե ժամանակը։ 5 դագարանի ելից գրքի մեջ Աստուծո փառքի ամբը 6 օր կծածկե Սինալերը և 7-րդ օրը Աստված կկանչե Մովսեսին դալու համար 10 պատվիրանները։ Տեր Հիսուսը նույն պատկերով ցույց կտա աստվածային ներկայության հայտնությունը։ Ան լեր կբարձրանա ոչ թե ջուրի խաղելու, այլ մարդկության հոգին ներսեն փոխող նոր օրենքն ու սիրո պատվիրանը դրոշմելու։ Երկրորդ, 3 աշակերտները և սիրո գործը։ Տեր Հիսուսը իրեն հետ լեր կհանե միայն Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, ճիշտ այնպես, ինչպես Աստված Մովսեսին պատվիրած էր լեր բարձրանալ 3 հոգիներով։ Հիսուսով հինը կկատարելագործվի։ Պետրոս կներկայացնե եկեղեցին, Հակոբոս քրիստոնեական մշակը, իսկ Հովհաննես սերը։ Ասիկա մեզի կսորվեցնե, որ Աստծո փառքը մեր կյանքի մեջ կհայտնվի միայն սիրով ներծծված հավատքի ու աստվածահաճո գործի ընդմեջեն և ոչ թե դատարկ ու անհասկանալի ավանդություններով։ Երրորդ, ճշմարիտ լույսը ընդդեմ հին սովորությանց։ 5 դագարանի մեջ Մովսեսի դեմքի լույսը պարզապես անդրադարձումն էր Աստուծո հետ ունեցած խոսակցության և ժողովուրդը վախցավ այդ լույսեն։ Իսկ Տեր Հիսուսի բարակային ան ինքն էր լույսի աղբյուրը։ Անոր դեմքը արեգակի նման լուսավորվեցավ և անոր զգեստները ջերմակցան այնպիսի փառքով, որ երկրի վրա ոչ մեկը կրնա նմանցնել։ Աշակերտները տեսան Աստուծո դեմքը դեմ հանդիման և լեցվեցան երկնային խաղաղությամբ։ Այս մեծ խորհուրդը պարզունակացնել ու կապել հետանոսական աստղիկներու ու անահիտներու սովորություններու հետ սրբապղծություն է։ Չորրորդ, Մովսես և Եղիայի վկայությունը։ Մովսես օրենքը և Եղիան մարգարեությունները Հիսուսի կողքին կանգնած կխոսեին անոր ելքի, այսինքն Երուսաղեմի մեջ կատարվելիք խաչելության, մահվան և հարության մասին։ Անոնք կվկայեին, որ Տեր Հիսուս Աստված է, և երբ երկնային ամբեն կհնչե հզոր Աստուծո ձայնը. «Դա է որդի իմ սիրելի, դմա լվարուկ», անոր մտի գրեք, Աստված մեզի կպատվիրե լսել միայն Տեր Հիսուսին և ոչ թե հետանոսական անցյալի արձագանքներուն։ Սիրեյներ, հին ելքը սկսավ Եգիպտոսի մեջ և վերջացավ երկրավոր Երուսաղեմի մեջ, իսկ ժողովուրդը մաքրվեցավ անապատի 40 տարիներու դժվարություններով։ Նոր ելքը, որ Հիսուս կկատարե, կսկսի Երուսաղեմեն, բայց չի վերջանար այս երկրավոր կյանքի մեջ։ Անիկա մեզ կտանի դեպի հոգևոր ու հավիտենական արքայություն։
այս նոր ազատագրության մեջ մեզ մաքրողը Քրիստոսի պատվական արյունն է եւ ոչ թե փողոցներու մեջ իրար վրա թույլերով թափած ջուրը։ Մենք դժբախտաբար շատ դյուրին կդառնանք դեպի ոսկե հորթը, դեպի դրամը, ցանկություններն ու արտաքին երևույթները։ Ու այսօր եկեղեցին փոխանակ ժողովուրդը այս գրաբաշտութեն հանելու ինք կդառնա հետանոսական խաղերու հանդիսավայր։ Ժամանակն է, որ հոգևոր դասը անդրադառնա իր գոչումին, դատրի արհեստական պատճառաբանություններ հորինելե եւ ուղղագիորեն ըսե ճշմարտությունը։ Մեր հայացքը վերցնենք երկրավոր, անցավոր ու նյութական մտահոգություններեն, որոնք բոլորն ալ դեպի ոչնչացում կերտան։ Իսկական պայծառագերբությունը մեր սրտերում մեջ կգադարվի, երբ կհնազանդենք Քրիստոսի սիրո պատվիրանին, երբ անոր արքայությունը կհաստատվի մեր ներսը, ժամանակեն ու աշխարհեն դուրս։ Թող տապոր լերան ճշմարիտ ու անջարելի լույսը բարադե մեր կյանքի դխրությունն ու մագերեսայնությունը եւ մեզ առաջնորդե դեպի հավիտենական արքայությունը այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։